Վերջին շրջանում Իրանի մի շարք քաղաքներում իրականացված բողոքի ցույցերը վերածվել էին անկարգությունների, ինչն էլ լարված իրավիճակ էր ստեղծել երկրի ներսում։ Այդ զարգացումներով պայմանավորված հավանական էր համարվում դեպի Հայաստան մարդկային հոսքի ակտիվացումը։ Այդ օրերին ինչ իրավիճակ է եղել Մեղրիի մաքսային անցակետում, ինչպիսի ուղևորահոսք է գրանցվել։ Ուղևորահոսքի փոփոխություն նկատելի չի զգացվել, ամեն ինչ եղել է բնականon հունով։ Քաղաքացիները տոնական միջոցառումների հետ կապված, ովքեր որ մուտք էին արել, նույն այդ ընթացքում էլ ելք են իրականացրել, արտառոց դեպքեր, արտառոց իրավիճակներ չեն ունեցել։ Իրավիճակը այս պահին նորմալ է, ոչ մի փոփոխություն ուղևորահոսքի հետ կապված, ոչ զգալի աճ, ոչ զգալի նվազում չի արձանագրվել։ Նույն հունով, բնականon հունով աշխատանքները տարվում են։ Տեղեկություններ էին տարածվել Իրանում տպագիր փաստաթղթերի բացակայության մասին, պայմանավորված երկրում համացանցի խնդիրների հետ։ Մեղրիի անցակետում ազգային անվտանգության ծառայությունը նման խնդիր չի արձանագրել։ Տպագիր փաստաթղթերի հետ կապված է նշած, նման խնդիրներ չեն արձանագրվել մեր կողմից։ Սահմանային վերահսկողություն իրականացնելու համար բոլոր քաղաքացիները ներկայացրած փաստաթղթերը համապատասխանել են սահմանված կարգին։ Մենք նման արձանագրում չենք ունեցել։ Փաստաթղթերը ամբողջական է ներկայացվել, նմանատիպ ոչ մի խնդիր չենք ունեցել, որը կարող հավաստի մաքսակետի ավտոկայանատեղիում չկուտակված մեքենաները, այսինքն փաստաթղթերի խնդիր ունենալու պարագայում մեքենան չի կարող մաքսակետը լքել։ Այդ իսկ պատճառով դուք եկաք եւ ճանապարհին տեսաք, որ մաքսակետի ավտոկայանատեղին դատարկ է, որը իր հերթին նաեւ վկայում է, որ նմանատիպ խնդիր չի եղել։ Հայաստանի պատասխանատու կառույցները Իրանի իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարները դիտարկել էին, պատրաստվել էին հաշվի առնելով այն, որ նախորդ տարի Իրանում ռազմական գործողությունների ժամանակ թռիչքների սահմանափակման պայմանավորված բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանը ընտրել էին որպես տարանցիկ ուղի։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված սահմանապահ զորքերի ղեկավարության ցուցումով իրականացվել են միջոցառումներ համապատասխան մեր կողմից, որպիսի անհրաժեշտության դեպքում մեծ քանակությամբ ուղևորահոսքի մուտքը դեպի Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև հակառակ ուղղությամբ անհրաժեշտության դեպքում բարձր մակարդակով ապահովելու նպատակով։ Պատասխանատուները նշում են, որ 2026-ի հունվարի 1-ից 20-ը Իրանից Հայաստան շուրջ 200 բեռնատար պակաս է մուտք գործել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, բայց դա շատ փոքր թիվ են համարում ու դա կապում են եղանակային պայմանների հետ։ Վարորդները միմյանց հետ կապի մեջ են եւ ձնառատ եղանակով պայմանավորված նախընտրում են դեռ չգալ Հայաստան։ Խնդիր մաքսակետում չենք ունեցել, ապրանքատեսականին ներկրվել է դեպի Հայաստան, ինչպես սովորաբար ներկրվել է, տարբերություն ապրանքատեսականի մեջ չի եղել։ Բեռնատարերի չափաքանակները անցանելիությունը դեպի Հայաստան նույնպես եղել է անցած տարվա համեմատ համարյա նույն թվաբանության շրջանակներում։ Հաշվի առնելով եղանակային որոշակի պայմաններ, բնականաբար նոր տարի է, նոր սկիզբ է, մի փոքր սկսում է տարվա սկզբում նվազել, որը որ հետագայում աճի տենդենս է ունենում։ Մեքենա բեռնատարերի քանակի նվազեցում չենք նկատել։ Նույնը կարող ենք ասել զբոսաշրջիկների եւ տուրիստական հայ քաղաքացիների տուրիստական շարժի վերաբերյալ եղել է համաչափ է եղել, ինչպես նախկինում արտառոց դեպքեր չեն գրանցվել։ Մեղրիի անցակետի շենքը շուտով կփոխարինվի նորով, որն էլ առավել լայն հնարավորություններ կունենա։ Աննա Գզիրյան, Տիգրան Օհիբադելյան, Ռոբերտ Օհանջանյան, Armenpress։